Անվադողերը, մարտկոցները, էլեկտրական սարքավորումները, պլաստիկ շշերը բնության ողերիմ թշնամիներն են։ Որպես թափոն հայտնվում են օրինակ գետերում ու լճերում, փչացնում էկոհամակարգը։ Խնդրի լուծման նպատակով ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնը հանդիպում քննարկման է հրավիրել շահագրգիռ կողմերին մեր երկրում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման թեմայով։ Հայաստան թափոնների կառավարման քաղաքականություն քառամյա ծրագիրն է, որ ֆինանսավորվել է Շվեդիայի կողմից։ Ծրագրի շրջանակներում Հակոբյան բնապահպանական կենտրոնը աջակցություն է տրամադրել, տեխնիկական աջակցություն է տրամադրել շրջակա միջավայրի նախարարությանը մշակելու արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրինագիծը։ Օրինագծի ընդունման դեպքում արտադրողը կամ ներմուծողը կպարտավորվի քիչ, բայց գումար վճարել։ Սկզբում օրենքը կտարածվի այն ձեռնարկատերերի վրա, որոնց արտադրանքի թափոններն ավելի վնասակար են։ Այդ չնչին գումարները կարող են արդեն իսկ փոխել ամբողջ տնտեսությունը այնպես, որ այդ վերամշակումը տեղի ունենա, քանի որ վերամշակումը ծախսատար է, թափոնների ոչնչացումը, վերամշակումը ենթադրում է ծախսեր, եւ ինչ որ մեկը պետք է հոգա այդ ծախսերը։ Եվ այսօր չեն վերամշակվում մարտկոցներ կամ չեն ոչնչացվում եւ գնում են աղբանոցներ, հենց այդ պատճառով, որ դրանց ուտիլիզացման եւ ոչնչացման համար վճարող չկա։ Տնտեսվարողն ինքնուրույն չի իրականացնի վերամշակման աշխատանքները։ Կգործի մարմին, որը հավաքված վճարներով ծառայություններ կպատվիրի թափոններ ընդունող վերամշակող կազմակերպություններին։ Այդպես կձևավորվի պահանջարկ, ստեղծելով նաև տնտեսական շարժառիթ թափոնների երկրորդ շրջապտույտի համար։ Մենք հույս ունենք, որ այս աշուն արդեն օրինագիծը կմտնի ԱԺ քննարկումների եւ միգուցե տեսնենք, որ 27 թվականին արդեն ուժի մեջ է մտնում օրենքը եւ ամբողջ համակարգը արդեն կաշխատի միգուցե 28 թվականին։ Ծրագրի իրազեկման աշխատանքներով զբաղվում է Էկոլուր հասարակական կազմակերպությունը, որը նաև գնահատում է համայնքներում նոր համակարգի ներդրման հնարավորությունը։ Մեր հասարակությունում կա կարծիք, որ մենք չունենք վերամշակող կազմակերպություններ, ինչի համար տեսակավոր ենք, բայց ունենք այդ կազմակերպությունները, իրենք էլ ունեն հումքի պակաս, ու այստեղ շատ կարևոր է վերամշակող կազմակերպությունների դերը բարձրացնել, հասարակության շրջանում իրազեկվածությունն ապահովել, որ կան կազմակերպություններ, որոնք այդ հումքի կարիք ունեն, որտեղ մենք այդ հումքը ուղղակի ուղարկում ենք աղբավայր մեզ համար խնդիրներ ստեղծելով։ Փորձագետների դիտարկմամբ մեր երկրի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 700,000 տոննա կոշտ կենցաղային աղբ, որի 99%-ը չի վերամշակվում տեղափոխվելով աղբավայր։ Վստահ են, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմամբ մտահոգիչ ցուցանիշներն էականորեն կբարելավվեն։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։